Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է ԶՍԹ Նանի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամանուտ։ Մարտի 19-ից 20-ը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայում, որտեղ ծրագրված է նրա եւ Բրազիլիայի արտաքին գործերի նախարարի հանդիպումը։ Հանդիպան արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով պատրաստ է ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ զարգացումները շարունակում են մնալ խնդրահարույց ուղեկցվելով տեղեկատվական պատերազմով եւ փոխադարձ հայտարարություններով։ Ադրբեջանի կողմից տարածվող մեղադրանքներին պաշտոնապես արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ն։ Բաքուն արդեն 4-րդ օրն է հայկական կողմին մեղադրում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար։ Ինչու է աղմկում Բաքուն, ինչ նպատակ է հետապնդում։ Թեմայի վերաբերյալ փաստերը կհամադրի Այդա Կիրակոսյանը։ Հույս ունեմ խաղաղություն կլինի։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն է հայտարարել։ Նա անդրադարձել է տարածված այն տեղեկություններին, թե եվրոբոնդերի թողարկումը կապված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունների ավարտի հետ։ Թուրքիայի ոստիկանությունը հակակոռուպցիոն վարույթի շրջանակներում ձերբակալել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Իմամօղլուն հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով։ Նա համարվում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Տեղի ունեցածից հետո երկրում ներքաղաքական իրադրությունը սրվել է։ Հանրային քննարկմանը ներկայացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ աջակցության միջոցառման նախագիծը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից վստահեցրել են, սա առանձին աջակցության ծրագիր է, գործող մյուս ծրագրերին զուգահեռ։ ՏԻՄ-ը եւ Էրիքսոնը կնքեցին ռազմավարական գործակցության հուշագիր։ Էրիքսոնի ցանցային եւ սերվերային նոր լուծումների ներդրմամբ այսուհետև զգալիորեն կընդլայնվի ՏԻՄ Տելեկոմ Արմենիայի բջջային ինտերնետի թողունակությունն ու արագությունը։ Մարտի 19-ից 20-ը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայում։ Ծրագրված է նրա եւ Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրայի հանդիպումը, որի արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Նախատեսված են նաեւ այլ քննարկումներ։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ զարգացումները շարունակում են մնալ խնդրահարույց ուղեկցվելով տեղեկատվական պատերազմով եւ փոխադարձ հայտարարություններով։ Վերջին օրերին ադրբեջանական քարոզչական մեքենան կրկին ակտիվացել է, փորձելով ստեղծել կեղծ օրակարգ եւ ձևավորել իրականությունից կտրված պատկեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Տեղեկատվական մանիպուլյացիաների, որոնցով Բաքուն փորձում է ներկայացնել Հայաստանին որպես ագրեսոր, միտված են միջազգային հանրությանը մոլորեցնելուն եւ խաղաղության հաստատման գործընթացի տապալմանը։ Ադրբեջանի կողմից տարածվող մեղադրանքներին պաշտոնապես արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Վերջին օրերին ադրբեջանական կողմը պարբերաբար մեղադրում է Հայաստանին հրադադարի խախտման եւ ռազմական գործողությունների նախապատրաստման մեջ։ Նման տեղեկատվական գրոհը, ինչպես կարծում են վերլուծաբանները, Ալիևյան ռեժիմի հերթական փորձն է հայ-ադրբեջանական սահմանին առնվազն տեղեկատվական մակարդակով լարվածություն առաջացնելու։ Ամեն դեպքում Բաքվի նման հայտարարությունները հիմնված չեն իրական փաստերի վրա, ավելին ունեն միայն մեկ նպատակ՝ մոլորեցնել միջազգային հանրությանը մոռացության տալու սեփական հանցագործությունները եւ թաքցնելու սեփական սադրանքները։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բազմիցս հերքել է այդ մեղադրանքները, ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության հաստատմանը եւ առաջարկել է ներդնել հրադադարի պահպանման եւ խախտումների հետաքննության մեխանիզմներ։ Այդ նախաձեռնությունները նպատակ ունեն ապահովելու սահմանային կայունությունը եւ կանխելու ապատեղեկատվության տարածումը, սակայն Ադրբեջանը հետեւողականորեն տորպեդահարում է խաղաղության հաստատման ցանկացած փորձ եւ մերժում է այդ առաջարկները, ցույց տալով իր իրական դեմքը եւ խաղաղության գործընթացին մասնակցելու հարցում անպատրաստակամությունը։ Բոլորովին վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը տարածել էր հայտարարություն, որտեղ մանրամասն անդրադարձ է կատարվել այդ հարցերին։ Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները եւ իրականացնել կոնկրետ քայլեր տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար, սակայն Ադրբեջանը շարունակաբար հրաժարվում է գործակցել այդ ուղղությամբ, խոչընդոտելով խաղաղության հաստատման գործընթացը։ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը կարևորագույն քայլ է,
եւ Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի եւ ժամկետների վերաբերյալ։ Համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ հարաբերությունների հաստատման հիմնարար հարցերը եւ մեխանիզմներ է նախատեսում հետագա անելիքների քննարկման համար։ Վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին առաջարկը, հայտարարում ենք, որ Հայաստանի բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանին չի փոխանցվել հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արդեն արձագանքել է այս հայտարարությանը, մերժելով բոլոր առաջարկները եւ ներկայացնելով նոր պահանջներ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ Հայաստանի գործողություններն ու հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Բարի կամք դրսևորելու եւ նման սադրանքները դադարեցնելու փոխարեն հայկական կողմի վերացական եւ գործնականում անհնարին առաջարկները ուժ չունեն։ Նման հայտարարությունները հիշեցնում են Մինսկի խմբի համանախագահների առաջարկները օկուպացիան դադարեցնելու կոչեր անելու փոխարեն։ Եթե Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է խաղաղության ծրագրով, որը հայտարարում է վարչապետի գրասենյակը, ապա ժամանակն է բացատրություն տալ, թե ինչով է պայմանավորված ռազմական լայնածավալ կուտակումը։ Նաեւ հարձակողական զինատեսակների տեղակայումը, հատկապես սահմանամերձ շրջաններում։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, կրկին ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները եւ իրականացնել քայլեր տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Հայկական կողմը նաեւ նշել է, որ Ադրբեջանի նոր պահանջները չեն նպաստում երկխոսության առաջընթացին եւ կարող են խաթարել խաղաղության գործընթացը։ Հայաստանի օրակարգում գտնվող որ հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ Նման մեկնաբանության առիթ կարող էր տալ միայն Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցը, որի մասին Հայաստանը հստակ արտահայտվել է, նշելով, որ այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացը եւ հիմա արդեն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները ստեղծել են։ Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել, դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, եւ սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ։ Նաեւ արժե հիշել, որ դեռևս 2021 թվականին Հայաստանը հանդես է եկել սահմանային հատվածներից զորքերի հայելային հետքաշման մասին առաջարկով, ինչին Ադրբեջանը չի համաձայնվել։ Հայաստանը նաեւ սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ է արել Ադրբեջանին, ինչին եւս Ադրբեջանը մինչեւ օրս դրական պատասխան չի տվել։ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանը չի միլիտարիզացվում, այլ իրականացնում է բանակի կերպափոխման ռազմավարությունը, որը հրապարակային փաստաթուղթ է, եւս մեկ անգամ վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ կոչը Ադրբեջանին սկսել խորհրդակցություններ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստը ստորագրելու տեղի եւ ժամկետների մասին։ Ադրբեջանական մերժողականությանն ի պատասխան փաստորեն Հայաստանը շարունակում է հանդես գալ կառուցողական դիրքորոշմամբ, բայց այս պարագայում անգամ տարածաշրջանում իրավիճակը մնում լարված, չնայած միջազգային հանրության կոչերին իրականացնել կոնկրետ քայլեր լարվածությունը նվազեցնելու եւ խաղաղություն հաստատելու համար։ Անդրանիկ Ավետիսյան, Free News, Ազատ լուրեր։ Ինչպես գիտենք, Բաքուն արդեն 4-րդ օրն է հայկական կողմին մեղադրում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար, ընդ որում սկզբում Ադրբեջանի ռազմական կառույցը պնդում էր, թե կրակոցներն իբրև հարավ-արևելյան Սյունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերից են, հետո արդեն հայտարարեցին, թե դրանք արևելյան Վարդենիսից եւ Ճամբարակի կողմից են։ Ինչու է աղմկում Բաքուն, ինչ նպատակի հետապնդում, թեմայի վերաբերյալ փաստերը կհամադրím գործընկեր Այդա Կիրակոսյանը։ Այդա արդեն տևական ժամանակ է Ադրբեջանը անհեթեթ ապատեղեկատվություն է տարածում, իբր հայկական դիրքերը ռմբակոծում են իրենց անհեթեթ, անլուրջ ստեր, հերթական ստեր։ Պաշտոնական Երևանը հերքում է անդադար, իսկ Բաքուն ջղաձգումների մեջ է, ինչով է պայմանավորված։ Արա ոչ միայն ռազմական գերատեսչությունը ադրբեջանական, այլ նաև արդեն արտաքին գործերի նախարարությունն է մեղադրում մեզ, ընդ որում ոչ միայն կրակելու եւ թիրախավորելու իրենց դիրքերը, քո ասած երկու սահմանների ուղղությամբ, այլ նաև իբրև թե Հայաստանը զորքեր է կուտակում սահմանին, հայ-ադրբեջանական, ընդ որում լայնածավալ գործողությունների է պատրաստվում եւ ավելին հարձակողական
սպառազինություն է տեղակայում սահմանի ամբողջ երկայնքով, բայց քանի որ Երևանը բազմիցս հերքել է եւ մենք էլ բնականաբար բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք բոլոր հերքումներին, ես ուզում եմ խոսենք Ադրբեջանում զուգահեռաբար կատարվող իրադարձությունների մասին։ Զուգահեռ իրականությունում լուրեր տարածվեցին, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է 18-ամյա բլոգերի մի երիտասարդի, որը իբրև թե Հայաստանի հետ սահմանի ռազմական տեխնիկայի տեղաշարժ է նկարել բնականաբար ադրբեջանական կողմից եւ դա հրապարակել սոցցանցերում այսպիսի մոտավորապես վերտառությամբ, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակման է եւ ռազմական գործողության է պատրաստվում։ Ադրբեջանական ԱԱԾ-ն հրապարակում է արել եւ նշում է, որ այս տեսանյութը նկարահանվել է ոչ թե մարտի 15-ին, ինչպես նշում էր TikToker-ը, այլ փետրվարի 27-ին եւ որ դրան կից գրված գրառումը ամենևին էլ չի համապատասխանում իրականությանը։ Բնականաբար քրեական գործ է հարուցվել, ավելին կան մանրամասներ, որ տեսանյութը պարունակում է կադրեր, թե ինչպես է ադրբեջանական հարձակողական զինտեխնիկան տեղակայվում սահմանին Գադաբայի շրջանում, որը գիտենք Գեղարքունիքի սահմանն է։ Նույնիսկ եթե դա ոչ թե մարտի տեսանյութ է, այլ փետրվարի վերջի, այսինքն ընդամենը 1 շաբաթ առաջվա, 2 շաբաթ առաջվա, միևնույնն է նշանակում է, որ այդ զորքերի տեղաշարժը, զինտեխնիկայի տեղաշարժը ադրբեջանական կողմում եղել է եւ բնականաբար այս տղային էլ հենց այնպես չեն ձերբակալել։ Մարդը այդ պահին վավերագրել է այդ պահի իրականությունը, ինչից հետո դժվար թե զորքերն ու տեխնիկան հեռացված լինեն սահմանային հատվածից։ Եվ բնականաբար մեղադրանքների ֆոնին, որոնք ուղղված են Երևանին, այսպիսի լուրը ադրբեջանական կողմից պատահական չէ։ Միևնույն ժամանակ կարծում ենք երևի թե բոլորս էլ արդեն համոզված ենք, որ Ադրբեջանը ռազմական գործողություններին զուգահեռ միշտ փորձել է ինֆորմատիվ պատերազմներ մղել մեր դեմ եւ շատ հաճախ հաղթել հենց այդ ինֆորմատիվ մեդիա տերորներում, այս անգամ փորձենք չտրվել այդ սադրանքին, պարզապես տեղյակ լինենք, թե ինչ է կատարվում լավատեսորեն տրամադրվելով հետագայի նկատմամբ։ Արդեն 1 շաբաթ եւ ավել է, որ կարծես թե խաղաղության փաստաթղթի մասով համաձայնություն կա բոլոր կետերին, նույնիսկ այն երկու խնդրահարույց կետերին Հայաստանը ասաց, որ համաձայն ենք, եկեք ստորագրենք։ Այնուամենայնիվ Ադրբեջանը որևէ բան չի ուզում անել, ոչ տեղի հարցով, ոչ վայրի, ոչ մի բանի։ Սա էլ տեղից չի շարժվում, ինչու։ Ավելին արա հենց պայմանագրի համաձայնեցված կետերի մասին երկկողմանի հայտարարությունից հետո սկսվեց այս տեղեկատվական արշավը անհեթեթ է կարծես Հայաստանի դեմ եւ բնականաբար ինչպես ամեն անգամ, երբ Ադրբեջանը պարբերաբար խոսում է այն մասին, որ մենք թիրախավորում ենք իրենց սահմանները կամ պատրաստվում ենք ինչ-որ գործողության, մտածում ենք, որ ընդհակառակը այսպիսի տեղեկություններով ինքը իր առաջիկայում հնարավոր ռազմական գործողությունը կամ հարձակումն է փորձում լեգիտիմացնել։ Բնականաբար այս տեղեկատվական արշավը այս անգամ ավելի շատ կապ ունի հենց համաձայնագրի կետերի հնարավոր ստորագրման կամ չստորագրման հետ։ Չգիտեմ, ժամանակ է ուզում ձգել, թե առհասարակ չի ուզում ստորագրել, դեռ կերևա, սա կրկին միջազգային հանրությանը եւ միջազգային դերակատարներին է ուղղված։ Տպավորությունն է, որ Բաքուն հաշտ չէ այն լավատեսական մոտեցումների հետ, որոնք տեսանք արտահայտվեցին տարբեր միջազգային դերակատարների կողմից անմիջապես համաձայնագրի կետերը հստակեցնելուց հետո։ Մինսկի խումբը ԵԱՀԿ-ն, որին այո, բոլորը ողջունեցին, բոլորը լավատեսական արձագանք տվեցին եւ տպավորություն է, որ Բաքուն հաշտ չէ այդ իրականության հետ եւ ընդհակառակը աշխարհին ուզում է ապացուցել, որ բանակցություններն ամենևին էլ զարգացում չունեն եւ ավելին փակուղում են։ Բնականաբար կրկին մտահոգություններ կան հայկական իրականության մեջ, որ այս սադրանքը հերթական տեղեկատվական, ապա տեղեկատվական փորձում է միջազգային հանրության ուղղակի աչքերին թոս փչել, լեգիտիմացնելով իր հնարավոր հարձակումը։ Բայց ես կրկին չեմ ուզում մենք տրվենք սադրանքին տեղեկատվական եւ ուզում եմ Հայաստանի կողմից լավատեսական ուղերձները մեջ բերել։ Արտգործնախարարությունը, պաշտպանական գերատեսչությունը, նաեւ կառավարության որոշ անդամներ եւ այդ թվում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս անկայուն չեն համարում այս իրավիճակը, այն կողմից մեղադրանքները եւ մեր հերքումները եւ ընդհակառակը հույս ունեն, որ Բաքուն կվերադառնա կառուցողական բանակցային դաշտ եւ այս ապատեղեկատվական քարոզին չի հաջորդի ռազմական գոնե փոքրիկ էսկալացիան, ինչի մասին վկայում է նաեւ վարչապետի 2-3 ժամ առաջ արված հերթական հրապարակումը Facebook-յան էջում,
Այո, վարչապետ Փաշինյանը նորից վերահաստատում է, որ համաձայնեցված կետերի տակ Հայաստանի Հանրապետությունից պատրաստ են ստորագրել եւ անձամբ ինքը պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ բոլոր կետերի տակ։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա, հուսով եմ կառուցողական մթնոլորտում կշարունակվի բանակցության այս փուլը։ Շնորհակալ եմ այդ հանգամանալից ներկայացնելու համար։ Շարունակում ենք թողարկումը, վերջին ժամերի ընթացքում Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ գրառումն է կատարում սոցցանցի իր էջում, նշելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը Հայաստանի պաշտպանության նախարարությանը հստակ է, հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել, Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի։ Այլ թեմաներ, 750 միլիոն դոլարի եվրոբոնդերի թողարկումը որևէ կապ չունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրում Հայաստանի կողմից արված զիջումների հետ ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա լիահույս է, որ շուտով խաղաղության պայմանագիրը կկնքվի եւ տարածաշրջանում վերջապես կհաստատվի խաղաղություն։ Խաղաղության պայմանագրով մենք որևէ զիջում չենք անում։ Սա երկկողմանի գործընթաց է։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, անդրադառնալով պնդումներին, թե 750 միլիոն դոլարի եվրոբոնդերի թողարկումը կապ ունի խաղաղության պայմանագրի զիջումների հետ։ Ըստ շրջանառվող լուրերի սա այն գինն է, որ ստացավ Հայաստանը զիջման դիմաց։ Ես կարծում եմ, որ արդեն ասվել է, որ խաղաղության պայմանագրով մենք որևէ զիջում չենք անում։ Սա երկկողմանի գործընթաց է, իսկ մնացած կոնսպիրոլոգիաներին չեմ կարող մեկնաբանել։ Իդեպ եվրոբոնդերը թողարկվել են բավականին բարձր 7.1% տոկոսադրույքով։ Անդրադառնալով սահմանված բարձր տոկոսադրույքին նախարարը նշել է, որ բարձր տոկոսով պարտք վերցնելն ավելի քիչ ձեռնտու է, քան ցածր տոկոսով, սակայն Նախկինում, երբ որ մենք թողարկել ենք եվրոբոնդեր, մասնավորապես վերջի անգամ 21 թվականին, այն ժամանակ շուկան, միջազգային շուկան եղել է ավելի ցածր տոկոսադրույքների պայմաններում, օրինակ, եթե եվրոբոնդերից ենք խոսում, ապա այդտեղ ուղենիշային տոկոսադրույքները սահմանվում են ամերիկյան 10 տարանոց պարտատոմսերի նկատմամբ։ 21 թվականին, եթե ես ճիշտ եմ հիշում, այդ ցուցանիշը 1%-ից ցածր էր։ Հիմա նույն այդ ամերիկյան պարտատոմսերը 4.2-4.3% են կազմում։ Ըստ Հովհաննիսյանի ամեն ինչ պետք է համեմատել նշված պարտատոմսի ցուցանիշի հետ, եւ եթե համեմատում ենք, թե ինչ տոկոսադրույքով է թողարկել 2021 թվականին եւ հիմա, ապա տարբերությունը կազմում է 321 բազիսային կետ, այսինքն որևէ փոփոխություն այս առումով չի եղել։ Ընդ որում ձեզ կարող եմ մի ուրիշ բան ասել, որ մեր հետ համեմատվող երկրներում, նույնիսկ ավելի զարգացած երկրներում, այդ տարբերությունը ավելի մեծացել է, իսկ մեր մոտ մնացել է։ Ինչ վերաբերում է Հայաստանում գրանցված գնաճին, ապա Վահե Հովհաննիսյանի խոսքով այն պնդումները, ըստ որոնց գնաճը կազմում է 7%, չի համապատասխանում իրականությանը։ Տարբեր պարագաներ կարող են թանկանալ, մյուսները էժանանալ, վիճակագրական ծառայությունը ընդհանուր զամբյուղի գնաճի ցուցանիշներն է հրապարակում։ Ֆինանսների նախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանային հարցերին։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է եւ կողմերն առաջիկայում այն ստորագրելու վերաբերյալ քննարկումներ կանցկացնեն։ Ըստ պայմանավորվածության հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը պետք է ավարտվի։ Հարցին, թե արդյոք մտահոգիչ չէ այն, որ Հայաստանն իր ինքնիշխան տարածքում երրորդ կողմի ներկայությունը թույլ տալու իրավասություն չի ունենա, որովհետև Ալիևի հետ նման փաստաթուղթ է ստորագրել եւ արդյոք սա ինքնիշխանության զիջում չէ, նախարարը պատասխանել է։ Ես կարծում եմ, որ հիմա եթե դա երկկողմանի համաձայնություն է, հիմա Ադրբեջանն էլ իր ինքնիշխանությունն է մեզ զիջում։ Բայց որտեղ նրանք ինչ են, ում են սահմանից իրանք հերտան ես եք։ Հիմա կարող է մենք էլ չենք ուզենալու, որ մեր սահմանին որևէ մեկը լինի, եթե մենք դելիմիտացված սահման ունենք արդեն Ադրբեջան։ Վահե Հովհաննիսյանը հույս ունի, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ եւ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։
Թուրքիայի ոստիկանությունը հակակոռուպցիոն վարույթի շրջանակներում ձերբակալել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Նրա տանն իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Իմամօղլուն հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, նա համարվում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը պետության ղեկավարի հնարավոր արտահերթ ընտրություններում, որոնք կարող են տեղի ունենալ 2027 թվականին։ Գլխավոր դատախազության հարցումից հետո Ստամբուլի համալսարանը չեղյալ էր հայտարարել Իմամօղլուի դիպլոմը։ Իդեպ նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրություններին կարող են մասնակցել միայն բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները, ներկայում Թուրքիայում զանգվածային ցույցեր են ի պաշտպանություն Իմամօղլուի։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ, նրանք Էրդողան բռնապետ, կառավարություն հրաժարական տուր կոչեր են հնչեցնում։ Նկատենք, որ Իմամօղլուի դեմ իրականացված գործողությունից հետո ամերիկյան դոլարը թուրքական լիրայի նկատմամբ թանկացել է 7%-ով հասնելով 40 թուրքական լիրայի, սա պատմական նվազագույն շեմն է լիրայի համար։ Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում Ուկրաինան գերությունից վերադարձել է 175 ռուս զինծառայող։ Իր հերթին Կիևին են փոխանցվել Ուկրաինայի զինված ուժերի 175 ռազմագերի։ Միջազգային և տարածաշրջանային մյուս նորություններին ծանոթացեք տեսաշարով։ Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը տևել է 2.5 ժամ։ Զրույցի ընթացքում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները փորձել են դիվանագիտական լուծում գտնել Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար։ ՄԱԿ-ը ևս գնահատում է նրանց շփումներն ու կարևոր է համարում հեռախոսազրույցի փաստը։ Այս մասին ասել է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հակը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում Ռուսաստանի և Չինաստանի հետագա մերձեցում, սակայն ակնկալում է երկու երկրների հետ հարաբերությունների բարելավում։ Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ հիմա Ռուսաստանն ու Չինաստանը գուցե ընկերներ են, բայց իրենք էլ են այդ երկու երկրների հետ ընկերներ լինելու։ Եմենի Անսար Ալլահ շարժման հութի ապստամբները 72 ժամվա ընթացքում իրենց 4-րդ հարվածն են հասցրել Կարմիր ծովում ամերիկյան ավիակիր նավին կանխելով Արաբական Հանրապետության վրա ավիահարվածը։ Հութիների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցչի խոսքով հարձակումն իրականացվել է մի քանի թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ Գազայի հատվածում շտապօգնության մեքենաների գրեթե կեսը չի կարող օգտագործվել վթարների և վառելիքի պակասի պատճառով։ Նշվում է, որ վերջին 17 օրվա ընթացքում ոչ մի մարդասիրական օգնություն տարածաշրջան չի ժամանել, այդ թվում բժշկական պարագաների, դեղորայքի կամ վառելիքի մատակարարումներ հիվանդանոցների և շտապօգնության մեքենաների համար։ 53 սպասարկող մեքենաներից այժմ աշխատում է միայն 23-ը։ Կարմիր մահիկը նաև հիշեցրել է, որ այն բանից հետո, երբ Իսրայելը մարտի 2-ին փակեց Գազայի սահմանային անցակետը, սննդի, ջրի, վերմակների, հագուստի, վրանների և առաջին անհրաժեշտության իրերի հոսքը դադարեց, իսկ ռազմական գործողությունների վերսկսումը ավելի մեծ վտանգի է ենթարկում անկլավի բնակիչներին, դժվարացնելով նրանց գոյատևումը։ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը ևս հայտնել է, որ Գազայի հատվածում ավելի քան 1 միլիոն մարդ մարտին կմնա առանց սննդի փաթեթների, եթե տարածաշրջան մարդասիրական մատակարարումները չվերսկսվեն։ Հյուսիսային և Բալթյան երկրները կոչ են արել արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը։ Ուղերձը կազմվել է Դանիայի, Ֆինլանդիայի և Շվեյցիայի, նաև Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի բարձրաստիճան դիվանագետների կողմից, որոնք Բրյուսելին կոչ են արել կոնկրետ առաջարկներ պատրաստել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացն էապես արագացնելու վերաբերյալ։ Մեծ պետությունները նաև պնդում են, որ կողմերի միջև տարաձայնությունները, որոնք հակասում են համայնքի ռազմավարական շահերին, չպետք է խանգարեն Ուկրաինային միանալուն։ Այն պետք է լուծվի երկխոսության միջոցով։ Մահապատիժը իրականացվել Միացյալ Նահանգների Լուիզիանա նահանգում, դատապարտյալ Ջեսի Հոֆման կրտսերի նկատմամբ այն իրականացվել է ազոտի օգտագործմամբ։ Նշենք, որ անցյալ տարի Լուիզիանան 15 տարվա ընդմիջումից հետո վերադարձավ մահապատժին և թույլատրեց այն իրականացնել ազոտային գազի միջոցով, չնայած մեթոդի քննադատությանը։ Ըստ մամուլի հրապարակումների Լուիզիանայում մոտ 60 բանտարկյալներ մահապատժի են ենթարկվել։ Մոզամբիկի ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է մարտական զինամթերք և արցունքաբեր գազ։ Հաղորդվում է, որ լարված մթնոլորտ է տիրում Մեծ Մապուտոյի մետրոպոլիտայի տարածքում։ Մասնավորապես անկարգություններ են գրանցվել Մատոլայի քաղաքապետարանի մի քանի թաղամասերում։ Նախագահի նախկին անկախ թեկնածու Վենանսիո Մոնտլեյնը մարդկանց կոչ է արել ցույցեր կազմակերպել հարգելու իշխանությունների կողմից չճանաչված ժողովրդական հերոսների հիշատակը։ Նշվում է, որ ցույցերի ընթացքում 2 մարդ է զոհվել, 14 մարդ վիրավորվել է։ Համապետական ընտրությունները Մոզամբիկում տեղի են ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 9-ին։ Մոնտլեյնը, որը անհամաձայնություն էր հայտնել այդ արդյունքների առթիվ, կոչ է արել քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողություններ իրականացնել։
Հանրային քննարկմանը ներկայացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոց աջակցության միջոցառման նախագիծը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից վստահեցրել են, սա առանձին աջակցության ծրագիր է, գործող մյուս ծրագրերին զուգահեռ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իդրավթ հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ աջակցության միջոցառման նախագիծը։ Ըստ այս նախագծի հեղինակների նպատակը Արցախից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելն է։ Նոր աջակցությունն ուղղված է այն ընտանիքներին, որոնք շարունակում են առերեսվել սոցիալ-տնտեսական դժվարություններին և չունեն այլ պետական կամ համայնքային բնակարանային ապահովության ծրագրերից օգտվելու հնարավորություն։ Գերատեսչության փոխնախարար Աննա Ժամակոչյանը մտահոգություններ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անապահով ընտանիքներին հրատապ աջակցության վերաբերյալ թեմայով քննարկման ժամանակ ներկայացրեց բոլոր այն ծրագրերը, որոնք վերաբերում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Հիմա մենք ներդնում ենք նոր անապահովության գնահատման համակարգը, արդեն սկսել ենք պիլոտային համակարգը գործարկել Սյունիքի և Կոտայքի մարզերում, ամեն մի մարզում իր գնահատման գործող համակարգով, Սյունիքում, Կոտայքում նոր համակարգով, հին համակարգով մնացած բոլոր մարզերում և Երևանում կգնահատվեն անապահությունը այս ընտանիքների, եթե անապահով կճանաչվեն, լրացուցիչ աջակցություն կսահմանվի ընտանիքի կազմի հետ կապ ունի կամ թվակազմի հետ կապ ունեցող չափով։ Այն ընտանիքները, որոնք դեռ չունեն տնտեսական կայունություն և զբաղվածություն, այս ծրագիրը հնարավորություն կտա, որպեսզի սեփական աշխատանքի միջոցով նման ընտանիքները ներգրավվեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆոկուսում և անհատական աշխատանքներ տարվեն այդ ընտանիքներին օգնելու ուղղությամբ։ Աննա Ժամակոչյանի խոսքով դրամական աջակցությունները շարունակվելու են հետագայում ավելի թիրախային, հասցեական սկզբունքով և լինելու են կարիքահեն։ Նախորդ տարվա ընթացքում 103,000-ից ավելի անձ ստացել է այդ աջակցությունը։ Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը սակայն ասաց, որ մեծամասնությունը դեմ է ներկայացված նախագծին։ Որովհետև տեղահանվածները ոչ թե սպասում են լրացուցիչ ինչ-որ աջակցությունների, այլ կոնկրետ այս շրջանում սպասում էին, որ 40+10,000 ծրագրի վերաբերյալ պետք է այլ հայտարարություն լիներ, այսինքն այլ նախագիծ մշակվեր, որովհետև մենք գիտենք, որ 40+10 ծրագրին փոխարինելու եկած 50-40-30 ծրագիրը բավականին լուրջ խնդիրների առջև է կանգնեցնելու տեղահանվածներին։ Ինչու, որովհետև ապրիլի 1-ից, եթե այս ծրագիրը ուղղվելու է բացառապես խոցելի խմբերին եւ լրացուցիչ հրատապ աջակցությունը եւս որևէ մեկը չի կարող երկրորդ կարծիք ունենալ, որ կրկին ուղղվելու է հենց այս խմբերին։ Լիաննա Պետրոսյանի խոսքով Արցախից տեղահանվածները բոյկոտել են նախագիծը։ 98%-ը դեմ է, քանի որ մտածում են, որ լրացուցիչ ծրագրերով չպետք է մարդկանց շեղեն կոնկրետ խնդիրներից, իսկ իրենց գլխավոր խնդիրը բնակարանային խնդիրն է։ Փոխնախարարի եւ արցախցի գործչի միջև այս թեմայով թեժ բանավեճ սկսվեց։ Այս կոնկրետ բնակվարձին ուղղված աջակցությունը պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչև ընտանիքները ունենան սեփական տանիք, այսինքն ապահովված լինեն բնակարանով։ Հիմա տեղահանվածների քանի տոկոսն է ապահովել բնակարանով։ Արդյոք կոնկրետ հստակ վերլուծություն, թիրախային նույնականացում արվել է այն ընտանիքները, ովքեր ապահովել են բնակարանով, ես գիտեմ, որ նույնիսկ ովքեր ծրագրից օգտվում են, իրենք շարունակում են ստանալ, բայց լավ, այն ընտանիքները, ովքեր չեն օգտվելու ծրագրից, չեն օգտվել բնակապահովման ծրագրից, չեն օգտվելու 40,000 դրամ աջակցությունից, մոտավոր 30,000 անձ փաստացի ոչ մի աջակցություն այլևս չի ստանալու։ Ամբողջ հարցն է, որ մենք վերլուծել ենք եւ հասկացել ենք, որ մեր շահառների թիվը, որոնք կլինեն անապահով ընտանիքներ, հաշվի ենք առել 2015 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մարդահամարը, այդ մարդահամարի տվյալները, ընտանիքի կազմը, կառուցվածքը, այդ տվյալներից ենք վերցրել եւ որոշել ենք, որ հաշվել ենք, կարծում ենք, որ մինչեւ 3000 ընտանիք կարող է, այս մեր բոլոր աջակցությունների համադրմամբ այնուամենայնիվ մնան որոշակի կարիքավորության շեմի մեջ։ Այնուամենայնիվ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատում է ինչպես համակարգային խնդիրների լուծման, այնպես էլ անհատական դեպքերի ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ գերատեսչության խնդիրը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ոչ միայն բնակարանային ապահովման խնդիրն է, այլև տնտեսական մեխանիզմների հասանելիության ապահովումն այնքան, որքան նույն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։
Շարունակում ենք թողարկումը։ Հայաստանում 2024 թվականին ներքին տնտեսությունից հարկահավաքման 14% աճ է գրանցվել, ներմուծումից նվազում։ Այս մասին ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ ասել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ տեղեկացրել է, որ 2024 թվականին Հայաստանում արձանագրվել է բարձր տնտեսական աճ, իսկ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմել է ավելի քան 3 միլիոն դրամ։ Հայաստանի եւ Հոնկոնգի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը վավերացվել է։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստանի եւ Չինաստանի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելուն ու շրջանցելը կանխելու մասին համաձայնագրի վավերացմանը։ Համաձայնագիրը ունի երկու հիմնական նպատակ. Բացառել եկամուտների կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորող պետությունների միջև փոխադարձ առևտրի եւ ներդրումների վրա, ինչը հնարավորություն է տալիս խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար, եւ երկրորդը ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ, քանի որ այն համարվում է միջազգային պայմանագիր, ունի գերակայություն ազգային օրենսդրության նկատմամբ եւ ի տարբերություն ազգային օրենսդրությունների շատ ավելի քիչ է ենթարկում փոփոխությունների կամ չի փոփոխվում։ Համաձայնագրով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման, երկրում հիմնական եկամտատեսակների, շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները եւ դրույքաչափերը։ Հաջորդիվ նիստում ազգային ժողովի պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանն առաջարկեցին փոփոխություններ եւ լրացումներ կատարել էներգետիկայի մասին օրենքում։ Օրինագծի համահեղինակը ներկայացնելով փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը նշել է, որ 2018 թվականին ուժի մեջ մտած օրենսդրական բարեփոխումներով մեկնարկել է էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման եւ շուկայի նոր մոդելին անցման գործընթացը։ Տվյալ նախագիծը երկու հիմնական փոփոխություն է ենթադրում, որոնցից առաջինը այն է սահմանել էլեկտրաէներգետիկական շուկայում որակավորված սպառողի կարգավիճակով ինքնուրույն առանց մատակարար ընտրելու հնարավորության առևտուր իրականացնելու պահանջ այն սպառողների համար, որոնք նախորդ օրացուցային տարվա ընթացքում իրենց 6-10 կիլովատ ու բարձր լարման եւ 1 միլիոն կիլովատ ժամը գերազանցող էլեկտրական էներգիայի սպառում ունեցած բոլոր հաշվառման կետերում միասին սպառել են 12 միլիոն կիլովատ ժամից ավելի էլեկտրական էներգիա։ Ներկայում էլեկտրաէներգետիկական շուկային մասնակցության նպատակով լիցենզիա է ստացել մոտ 22 մատակարար, որոնցից սակայն շուկայում փաստացի գործունեություն են ծավալում միայն 6-ը, ինչն ըստ բանախոսի խնդրահարույց է։ Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ օրինագծի մշակման փուլում հանդիպումներ է ունեցել տնտեսավարողների հետ լսել նրանց կարծիքները։ Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։ Հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ընթացքում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին Հայաստանում արձանագրվել է բարձր տնտեսական աճ, իսկ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմել է ավելի քան 3 միլիոն դրամ։ Արտաքին առևտրաշրջանառությունը 24 թվականի ընթացքում նախորդ տարվա համեմատ աճել է 41.5%-ով, կազմելով 30.2 միլիարդ ամերիկյան դոլար։ Աշխատուժի արտադրողականությունը հասել է 1 ժամի դիմաց 10.3 ամերիկյան դոլար, 23-ի 9.6 ամերիկյան դոլարի, 22-ի 8.2 ամերիկյան դոլարի եւ 21-ի 6.2 ամերիկյան դոլարի դիմաց։ 24 թվականի դրությամբ մինչև 150,000 դրամ վարձատրությամբ աշխատատեղերի թվականակը կազմել է ընդհանուր աշխատատեղերի 40.6%-ը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն էլ զեկույցում նշել է, որ 2024 թվականին ներքին տնտեսությունից հարկահավաքման 14% աճ է գրանցվել, ներմուծումից նվազում։ 2024 թվականին 2 տրիլիոն 390 միլիարդ հարկային եկամուտներ են հավաքագրվել, որը 5.1%-ով կամ 117 միլիարդով ավել է, քան 2023 թվականը, եւ եթե ամբողջ հորիզոնը վերցնենք կառավարության գործունեության, ապա գործ ունենք մոտ 2 անգամ աճի հետ, 106%-ով աճ։ Նա նշել է նաև, որ ծխախոտի ներմուծումների գծով եւս նվազում կա, ինչը պայմանավորված է նրանով, որ ծխախոտ ներմուծողները նկարներ փակցնելու պահանջից հետո սկսել են պահեստավորում եւ պաշարում իրականացնել։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։
Թիմը եւ Էրիքսոնը կնքել են ռազմավարական գործակցության հուշագիր Էրիքսոնի ցանցային եւ սերվերային նոր լուծումների ներդրմամբ այսուհետև զգալիորեն կընդլայնվի Թիմ Տելեկոմ Արմենիայի բջջային ինտերնետի թողունակությունն ու արագությունը բաժանորդներին տրամադրելով կայուն եւ բարձրորակ կապ։ Տեխնոլոգիական ոլորտի հսկա Էրիքսոն ընկերության նորագույն սարքավորումների եւ տեխնոլոգիաների ներդրմամբ Թիմ Տելեկոմ Արմենիան մեկնարկել է բջջային ցանցի լայնածավալ արդիականացում։ Թիմը եւ Էրիքսոնը կնքեցին ռազմավարական գործակցության հուշագիր։ Թիմն այս տարի նոր սերնդի սարքավորումներով կվերազինի բազային կայանները, ապահովելով ավելի լայն եւ հուսալի բջջային ծածկույթ։ Միաժամանակ Էրիքսոնի ցանցային եւ սերվերային նոր լուծումների ներդրմամբ ընկերությունը զգալիորեն կընդլայնի բջջային ինտերնետի թողունակությունն ու արագությունը, բաժանորդներին տրամադրելով կայուն եւ բարձրորակ կապ։ Այս ռազմավարական գործակցությանը նախորդել է տևական արդյունավետ աշխատանք, որի արդյունքում մեր երկիր են բերվում տեխնոլոգիական հսկայի նորագույն լուծումները, ասաց Թիմ Տելեկոմ Արմենիայի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ու հավելեց. Մենք գիտենք, որ Էրիքսոնը ռադիոցանցի տեխնոլոգիական առաջատարներից, եթե առաջինը չէ, առաջինների շարքում է։ Մեր տեսանկյունից նա առաջատարն է եւ հատուկ դրա համար մենք այսօր այստեղ ենք եւ սկսում ենք մի նոր շարք համագործակցություն այդ ընկերության հետ, որպեսզի ունենանք Հայաստանում լավագույն ռադիոցանցը եւ լավագույն ծածկույթը։ 4 տարի առաջ մեր տեխնոլոգիական իրավիճակը ընկերության ընդամենը 4%-ն էր մեր հասանելի տարածաշրջանների, այսինքն գյուղական քաղաքական վայրերում ծածկված 4G տեխնոլոգիայով, այսօր այն ծածկված է 24%-ով եւ այս համագործակցության շրջանակում բարձրանալու է 80% ավելի ծածկույթի եւ խոսքը միայն 4G մասին չի, այն նաեւ 5G ծածկույթի մասին է եւ այն տեխնոլոգիական շարքը, որ այս վերազիմումով մենք կիրականացնենք։ Հուշագրի շրջանակում կողմերը գործարկելու են տարբեր ռազմավարական ուղղություններով 5G տեխնոլոգիայի եւ առաջադեմ հեռահաղորդակցության լուծումների զարգացման եւ ներդրման, ցանցի անվտանգության ու արդյունավետության բարելավման, գիտելիքի փոխանակման ու նորարարության խթանման, նաեւ ազգային եւ միջազգային կարգավորումներին համապատասխանության ապահովման ուղղությամբ։ Հարավարևելյան միջերկրածովյան եւ Եվրասիա տարածաշրջաններում Էրիքսոնի ղեկավար Անդրեա Միսորին համոզմունք հայտնեց, որ այս համաձայնագրի շրջանակում իրականացվող ցանցային ներդրումները կբերեն օգտակար արդյունքներ հայ սպառողների համար եւ կդառնան ավելի ուժեղ թվային հասարակության ստեղծման հիմք։ Մենք ողջևորված ենք Թիմ Տելեկոմ Արմենիայի հետ ռազմավարական գործակցությամբ։ Սրանով Հայաստանում մեկնարկում է 5G ցանցի գործարկման աշխատանքը։ Այն քաղաքացիների համար կապահովի ցանցի անվտանգություն, արդյունավետություն եւ կատարողականի բարելավում, հատկապես տնտեսության, առողջապահության, գյուղատնտեսության եւ բազում այլ ոլորտներում։ Էրիքսոնը այստեղ մեր գործընկերների հետ կաշխատի լավարկելու համակարգը, որպեսզի ապահովենք լավագույն ծառայությունները մեր հաճախորդների համար։ 2025 թվականի ընթացքում Թիմ Տելեկոմ Արմենիան ավելի քան 10 միլիարդ դրամի կապիտալ ներդրում է կատարելու բջջային ցանցի զարգացման նպատակով։ Նշենք, որ ընկերությունը նաև շարունակելու է կառուցել տարածաշրջանում եզակի NGN օպտիկամանրաթելային ցանցը, որը ստորգետնյա հուսալի հիմք է նաև բջջային ցանցի համար։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։